Բարի լույս ցելի հեռուստադիտողներ, բարի լույս ցելի հայրենակիցներ, կենտրոնի ուղիղ եթերում իր աշխատանքը սկսեց կենտրոնի առավոտը։ Մնացեք մեզ հետ, հետաքրքիր հյուրեր լինելու, հետաքրքիր թեմաներից ենք խոսելու, կհամտեսենք նաև համեղ խոհանոցը Վահեի եւ իհարկե նաև ես ու Անուշիկն էլ բնականաբար դեսիստենից կխոսենք։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ես նայում եմ եղանակին, ամեն անգամ ձեզ ներկայացնում եմ ու տեսնում եմ, որ ամեն օր մինիշ բարձր եմ ձեզ ներկայացնում, որովհետեւ այսօր էլ այո 19-ից 21 աստիճան տաքություն է լինելու կեսօրին, երեկոյան 13-ից 15, չնայած մեկ-մեկ մարտիկան ասում են, բայց հեռախոսի մեջ այլ թիվ է ցույց տալիս, նայում ես ճիշտ թիվ էլ ցույց է տալիս, մեկ նիշով ընդհանրապես գուցե տարբերությամբ, բայց մենք ինքներս տեսնում ենք, թե կեսօրին ինչքան տաք ու գեղեցիկ լուսավոր եղանակ է։ Անցնենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, Վահեին հիմա կասենք իհարկե բարի լույս, բայց ես կարծում եմ այսօր կարող ենք լինել մի քիչ ավելի թեթև, խոսել եմ, որ ասում է ավելի շատ մշակույթից, պոեզիայից, որովհետև այսօր նաև Եղիշի Չարենցի ծննդյան օրն է, Դավիթը կհիշի հեսա մի բան կկարդամ ես համար, հա? Դե լավ էլի, այս ձայնով։ Լավ, ճիշտ ես։ Վահե, բարի լույս։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Շնորհակալություն։ Այսօր պատրաստելու ենք թեթև չբողոքելու տեղ ունեցող ճաշատեսակ, պահկային ճաշատեսակ է այսօր, շատ հետաքրքիր է, որ բաղադրամասերը թեթև են չափից ավելի ու քիչ, այստեղ մենք պատրաստելու ենք ոսպով քյուֆթաներ, այդպես է կոչվում, իրականում ավելի շատ կոլոլակի տեսք էինք ունենում, ինչպես ենք պատրաստում, նախ ոսպը խաշում ենք լավ, հետո աղում ենք, որ ստացվի մածուցիկ զանգված, որ հետո կարողանանք շաղախել այդ քյուֆտաները, դրան ավելացնելու ենք թրջած բլղուր, որ այդ կեղևը, այսինքն պատյանը կարողանանք ստանալ եւ իհարկե միջուկը լինելու է սոխ, ձիթայուղ եւ իհարկե ընկույզ մանր տարբերակով եւ իհարկե համեմի հետ միասին զուգակցված։ Համեմունքները նախընտրությամբ ոչ, կոլոլակ է լինում, որի միջուկը լինելու է սոխով համեմված այդ ընկույզը։ Այնպես որ շատ հետաքրքիր։ Սոխով ընկույզ։ Հա, բայց տապակված տարբերակովի նկատի ունեմ, սոխառած ենք պատրաստելու ընկույզի հետ, այսպես ասեմ։ Համեմունքները ըստ նախընտրության է, այսինքն կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ ցանկացած այն համեմունքները, որոնք որ կնախընտրեք, այստեղ կարելի է նաեւ 7 համեմունք օգտագործել հայտնի մուսալերյան տարբերակում օրինակ եւ իհարկե օգտագործել նաեւ բահար տարբերակը։ Շատ թեթև է, կարելի է 3 տարբերակով մատուցել, խաշել, կարող ենք տապակել եւ կարող ենք ջեռոցում դնել 4 տարբերակով, ես այսօր անելու եմ ոչ 3 տարբերակից ոչ մեկը, ուղղակի ուտելու ենք հենց այդպես, այսինքն քանի որ մեզ մոտ բոլորը եփված են, իսկ բլղուրը թրջվելու է ուրեմն տաք ջրով, հետեւաբար դա եփված վերջացած է ստացվում, եւ այստեղ մենք ունենալու ենք ուղղակի գնդեր, որոնք որ ճաշակելու ենք հենց այդպես։ Կարծում եմ շատ համեղ թեթև բան ենք ստանալու վերջում, իհարկե տապակած տարբերակով եւս հետաքրքիր կլինի, բայց քանի որ չեմ ուզում ոնց որ ասած օգտակար հատկությունները կորցնել եւ տապակել օրինակ բուսայուղի մեջ, հետեւաբար կթողենք այն տարբերակով, որով որ կլինի, այսինքն հում տարբերակով, կլինի հումակերական, այսպես ասած ճաշատեսակ։ Լավ։ Ասենք ճար ունենք, որ չընդունենք։ Դե ես վստահում եմ, արդեն չի եղել մի դեպք, որ անգամ եթե պատմելը չի վստահեցնում, վերջում պարզվում է, որ լավն է, չէ՞ եղել։ Անգամ այս դեպքում եթե տեսքը մի տեսակ չի վստահեցնում, ասում բայց մեկը վերջում շատ համեղ է լինում։ Ինձ թվում է տեսքը կարա վստահություն չտա, բայց ես արեք համաձայնվեք, որ լավ եմ պատմում։ Այո։ Դու շատ լավ ես։ Ամենակիչ բաղադրիչով տարբերակները։ Այնտես ինչ տնտեսող է, տանը կարող է օրինակ լինել մի բուր բլղուր, մի բուր ոսպ եւ ճաշը պատրաստ է։ Այո, այո։ Դե այո, տարում մենք ես վստահում ենք։ Շնորհակալ եմ, մեր նախնիները շատ հետաքրքիր են այդ կոնցեպտը մշակել, շատ քիչ բաղադրիչներով, տանը եղած բաղադրիչներով, բայց շատ համեղ ճաշատեսակներ, բազմիցս մենք այստեղ հանդիպել ենք, 2 բաղադրիչ է լինում սեղանին դրված, վերջում ստանում ենք մի հոյակապ ճաշատեսակ, որը որ չես փոխարինի 10 բաղադրիչով սննդի հետ։ Այստեղ ոչ թե կարևոր է քանակը, քանի հատ եք իրար հետ խառնում, ինչ եք ստանում,
այլ այդ մինիմալիզմի մեջ ստանալ այդ քիմքին հատուկ յուրահատուկ էթնիկ խոհանոցին բնորոշ բույրը եւ համը, որը մեր նախնիները կարողանում են ստանալ եւ ստացել են մինչեւ օրս։ Այնպես որ իրենց են երախտապահ։ Ինձ հետաքրքիր է հիմա ինչ մինչեւ պահքը չվերջանա, մենք ինչ որ մսային ոչինչ չենք ուտելու։ Ոչ, դու այն օրերին որ չես եկել, մենք միս կերել ենք։ Բա որ գալիս եմ, ի՞նչ տա խնդիրը։ Եկել եմ արդեն։ Եկել եմ արդեն։ Լավ, միսը ես կներեմ։ Լավ, մենք 2 օր ունենք դեռ միս ուտելու համար։ Ինչի 2 օր։ 1? Հա, 1։ Չէ, բայց ինչի 1 օր։ Այսօր չորեքշաբթի։ Չէ, մենք դեմ է շատ ապրել օրեր ունենք։ 5, հա։ Հա։ Դու մտածում ես, որ միս ուրբաթ օրը պիտի ուտենք։ Դե բա միշտ չաղացնում եմ, հետո ասում եմ գնացեք հանգստացեք 2 օր։ Միսը չի գիրացնում, եթե ճիշտ է պատրաստված։ Միսը երբ է գիրացնում։ Չունի գիրացման հատկություն, եթե ճարպային զանգված չունի, օրինակ տավարի միս է, սպիտակուցային, այդպես ասած հարուստ մասա է, սուտ թյուր կարծիք է, որ ինքը այդպես չաղացնելու, այսինքն գիրացնելու հատկություն ունի։ Իրականում անգամ երբ դիետա են պահում, ես գիտեմ, որ միայն կարող են այո, տավարի միս են օրինակ ուտում կամ հավի կրծքամիս, որը որ ճարպից զուրկ է։ Եվ այստեղ մի բան ասեմ։ Գարան միսը։ Գարան միսը եթե Գիրացնող է։ Եթե ճարպային զանգվածով եք ուտում, այո, բայց գարան միսը օգտակար է օրգանիզմի համար։ Իհարկե ամենօրյա բնույթ չի կրում դա։ Դե ամեն օր չես եւ ամեն մեկի օրգանիզմը չի կարող է առողջարար լինել, այո։ Հա, զուտ նրա համար ինքը առողջարար է համարվում, նույնն էլ այդ հորթի միսը, գիտենք։ Դու չես սիրում գարան միս։ Ես առացարակ մսի հանդեպ չափազանց անտարբեր եմ։ Չէ, մարդկա սպეციფიկ համի հոտի պատճառով չի ուտում։ Երբեմն խորովածի դեպքում անգամ շատ ավելի եմ գերադասում, բայց ինձ համար տավարի միսը ամենագերադասելին է։ Իսկ հավի միսը այսօր արդեն ինչու ոչ, այսինքն տնական տարբերակ պիտի գտնենք, որովհետև ես իսկապես տեսել եմ, թե եթե որոշել ես օրինակ ուղակի խաշել իրեն, ոչ թե դնել ջերոց, որ ինչ որ համեմունքներով ինքը կորցնում է, չնայած հաջորդ օրը ուտել հնարավոր չէ, եթե մնում է։ Բայց երբ իրեն խաշում ես, դու հասկանում ես, որ ինքը ոնց որ մեծ փրփուր լինի։ Այդ բոլորից դուրս է գալիս, հավի մսերից։ Հա, եւ իմիջիայլոց այն անգամ տեսա համացանցում, ես վստահ եմ, որ գիտեն մեր կանայք, բայց ասում են, որ հնարավորինս եթե խաշելու եղանակով եք պատրաստելու, մեջը գցեք գազար, որովհետև գազարը այդ թույները հավաքում է իր վրա, հետո մի կերեք այդ գազարը։ Աբսորբենտ է համարում։ Այո, այդ համերը, չնայած դա եթե արդեն ինչ-որ բաներ կան այնտեղ այնուամենայնիվ վնասակար է, բայց երբ ինքը եփվում է դու իրեն հանում, այսինքն միսը, ոչ միայն ջուրը եւ այլն, միսը ինքը ոնց որ ինչ որ sense բզկտված փրփռոտ բան լինի։ Ես երկար ժամանակով շատ մտահոգություններ ունեմ եւ ամեն տեղից գնված այդ հավը չեմ գնում էլի։ Իրականում, քանի որ գազարին անդրադարձակ, գազարի նշանակությունը շատ մեծ է, հատկապես արգանակների պատրաստման եւ նաեւ մնացածի մեջ, որ դնում են օրինակ թթվի մեջ, մարինատների մեջ, դա ոչ թե դրվում է զուտ գեղեցիկ էսթետիկ տեսքի համար, այլ քանի որ գազարը ունի կլանող հատկություն, մեջը եղած այդ տոքսիկ նյութերը, թունավոր նյութերը եւ այլն հավաքում է իր վրա, հա, սպունգի դեր է տանում եւ ճաշի մեջ, երբ որ գազար ենք օգտագործում, դա չի վերաբերվում օրինակ գազարով կրեմ ապուրներին, որտեղ հիմնական բաղադրիչը գազարն է։ Դա վերաբերում է օրինակ արգանակներին, որը պատրաստում է հավի մսով։ Ես օրինակ որ պատրաստում եմ հավի մսով արգանակ, առաջին պայմաններից մեկը խոշոր կտրատված գազարն է եւ գլուխսող, որը չի մանրվում։ Այսինքն այդպես ամբողջությամբ գցում եմ, նախ առաջինը դա օգնում է արգանակի ոչ պղտոր լինելուն, որովհետեւ զտում է ամբողջը, հետո այդ գլուխսողը հեռացնում եմ գազարի հետ միասին։ Եվ արգանակը ստացվում է թափանցիկ լուսավոր, այսպես ասած, արգանակ, հակառակ դեպքում, եթե չանեք այդ տարբերակը, ստացվում է ավելի պղտոր, այսինքն չի ներծծում այն ինչ որ կա իր մեջ։ Այնպես որ կարող եք գազարը եւ սոխը օգտագործել որպես այդպես մաքրող եւ չեզոքացնող բաղադրատարեր։ Նույնն էլ թթվի մեջ է, հավաքում է ամբողջ այն կաղամբից դուրս եկած եւ այլնից դուրս եկած վատ նյութերը եւ իրեն ուղակի կարելի հեռացնել, բայց կարծում եմ թթվի մեջ բոլորս էլ գազարը սիրում ենք ուտել, այո։ Չնայած որ այդ թթու դրա կաղամբը շատ առողջարար է, բայց երբ դու ասացիր, ես հիշեցի, որ մայրս մի ժամանակ շատ ավելի հաճախ էր պատրաստում եւ շատ սիրելի ճաշատեսակ էր մեզ համար ու թեթև միշտ ինքը պատրաստում է նախ ոչ թե հավով, այլ ճուտիկով։ Եվ այնտեղ այնպես չէ, որ ամեն մեկին անգամ կարող էր մի բաժին ճուտիկ հասնել։ Բայց ինչ էր այդ շուրպո է կոչվում այդ ճաշատեսակը, հայկական չէ։
այնտեղ գնում է, այսինքն այդ ջրի մեջ, հա, եփվում է ճուտը, վրան ավելացվում է գլուխսող առանց կտրատելու, դե փոքր տարբերակով եթե կարել է, գազար։ Եվ երևի դափնուտերև։ Ինչ։ Դափնուտերև, այո, այսպես կլոր բիբարներ եւ վերջում մի քիչ համեմ։ Այսինքն ինքը շատ այսպես թափանցիկ, քո ասած, սպիտակ ապուր է, այսպես թեթև, հիվանդի համար հատկապես, որ հենց հիվանդանում էինք, մամային ասում էինք, որ պատրաստի, բայց ինքը դե չգիտեմ, մենք գազարը, ես օրինակ սոխն էի հատկապես սիրում, գազարը տենց այդքան ոգևորից չէր, բայց մարդիկ կան, որ մեկը ուտում են, ու անկախ նրանից դա գծված է նրա համար, որ ինքը ինչ-որ վատ բաները հավաքի իր մեջ, բայց հետո վերջում ուտում ենք այդ գազարը։ Հետևաբար, եթե երևի թե մսի կամ հավի հետ է կիրառվել, պետք է չուտել։ Իրականում Ամեն մատուցելուց առաջ կանայք ինքնական պիտի հեռացնեն։ Դե իրականում հեռացնում են ինձ թվում է արգանակի միջից, հետո են մատուցում ճաշատեսակը։ Զուտ տեսքի համար է, որ գազարը թափանցիկ ջրի մեջ գեղեցիկ էսթետիկ է երևում, կանաչի եւ այդ նարնջագույնի հա այդ համադրությունը, բայց իրականում ասեմ, որ սոխը հին Հայաստանում, այսինքն հիմա դե չգիտեմ ովքեր են անում կամ անում են դա թե ոչ, Պարսկահայքի տարածքում կոնկրետ գլուխ սոխը օգտագործում էին ալյուրը չփչանալու համար։ Այսինքն իրենք ամբարներ ունեն, որտեղ ալյուր էր լցվում եւ երբ որ մի անգամ այդպես բանավակչական աշխատանք է իրականացնում Պարսկահայքի մի կնոջ հետ, ով որ պատմում էր իր մանկությունը, մի հետաքրքիր բան փաստ արձանագրեց, որ ամբարների շերտ ալյուրը երբ որ լցնում էին, այդ շերտերի արանքում սոխ էին շարում, գլուխ սոխ առանց մաքրելու եւ ալյուրը ամբողջ տարին ոչ ворթնում էր, ոչ փչանում էր, այսինքն դե պահպանման process-ը պատկերացրեք սովորական ամբարում էր, որտեղ որ կարող էր հեշտ ворթնել այդ տարվա ալյուրը եւ իրենք պահպանում էին ուղակի գլուխսող արանքները այդպես շարելով։ Հետո ասում է մենք սիրում ենք, երբ որ ալյուրը անդադ հանում ենք, ասում է սպասում էինք այն շերտին, որ սոխերը պետք է դուրս գան, որ թոնիրը գցեինք այդ սոխերը, հետո հանեինք եւ ուտեինք։ Այսինքն այդ նաեւ այդ շահումի գաղափարը կար, երբ սպասել դուրս գան։ Այո, ամենահամեղ բանն է։ Իմիջիայլոց ասում եմ մենք միշտ հեռուստադիտողներին խորհուրդ ենք տալիս, որպեսզի սուրճով, թեյով միանան մեր առավոտին, ասում եմ հիմա մենք հետևենք իրենց օրինակին, սուրճով միանանք մեր հեռուստադիտողներին, որովհետև ես պիեփեմ, Դավիթը հիվանդ է, մենք իրեն խղճանք մի քիչ, լավ նայենք։ Կարող է ես էլ արգանակ եմ։ Ինչ ուզես, ասում ես քո խոհանոցն է, ոնց ուզես կարող ես անել, բայց ես ուզում եմ հարցնել քեզ, դու հետևողական եղել ես, տեսել ես ինչ եղավ ի վերջո տրանսպորտի թանկացման հետ։ Չէ, հետևողական չեմ եղել, որովհետև հոգնեցի անկեղծ ասած։ Ինձ թվում է քաղաքացիներն էլ հոգնեցին, որովհետև եղավ մի վատ բան։ Տեսնում եմ, որ թանկանալը թանկացել է, թանկացել է։ Այսինքն սա ենթադրում է, որ մենք միևնույնն է, ոչ մի քաղաքացիները միաձայն մեկ է չեղան, մի գաղափարի շուրջ, այս էլի եւս մեկ անգամ մնացինք ես ու դու մենակ։ Հիշեցնի, հա, գուցե մի երկու անհատ էլ մնացածն ասացին մենք հավես չունենք այդ վեճերին ավտոբուսում անհարմար իրավիճակի մեջ լինելուն, եւ իմիջիայլոց այդ թանկացման ստացվելը էլ ավելի անբարտավան դարձրեց ավտոբուսի վարորդներին, որովհետև այն բացարձակ լկտիությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս, եւ ամենահետաքրքիրն այն է, որ իրենք կներեք արտահայտությանս, բայց թքած ունեն, որովհետև որևէ կերպ պատասխան չեն տալու։ Այսինքն, եթե դու անգամ զանգես եւ բողոք ներկայացնես, քեզ որպես քաղաքացի կվիրավորեն, հեռախոսը կդնեն, բայց իրենց ոչինչ չեն ասի։ Այսինքն իրենց համար համ գծեր արվեցին, որտեղ մենք սովորական վարորդներս, մահկանացուներս, հա, իրավունք չունենք հատելու, հակառակ դեպքում կտուգանվենք։ Իրենք, ես ուղղակի ապշած եմ, էլի, որ ընդամենը 3 վայրկյան հետո պիտի կայանի կանգառում, բայց ինքը որոշում է այդ չափերը վերցնել իր, մի հատ սենց մտնել, զիգզագ, հետո 3 վայրկյան հետո մտնել այնտեղ, այսինքն ստեղծել մի ամբողջ խնդիր երթևեկության, շատ հաճախ ինձ թվում է, թե դա դիտավորություն է։ Եղել է, որ մտքովս անցել է, ինձ թվում է, որ իրենց կանչում են, որ հավաքում են միտեղ, ասում են արեք, հնարավորինս ստեղծեք խնդիրներ, նյարդայնացրեք եւ այլն, միևնույնն է ձեզ ոչ մի բան չենք անելու, ուզում եք զանգեն բողոքեն, ուզում եք ոչ։ Ես վստահ եմ, որ մեր իրականության մեջ այդ տեսակ բաներ հաստատ կարող են անել։ Ես այլևս չեմ զարմանում։ Մեր հայի տեսակը արդեն մենք դրան ենք հասել։
ու ամենավատն է, որ էլի ու էլի եկանք հանգեցինք այն մտքին, որ հիմա ես կարծում եմ շատ անիմաստ է ինչ-որ բանի մասին խոսել, որովհետև դուք չկարողացաք անգամ 1 ամիս պայքարել մի գաղափարի շուրջ, որ բոլորի համար էր։ Իմ, քո, բոլորի, ով անկախ նրանից ավտոբուս նստում է, չի նստում, բոլորիս։ Այնպես որ մոռացեք քայի միասնականության մասին եւ մոռացեք, որ դուք երբևէ ինչ-որ գաղափարի շուրջ հաղթանակ եք ունենալու։ Դե բնականաբար, որովհետեւ ախր մենք անընդհատ բաներ ենք անում անելու համար։ Մենք բաներ ենք անում անելու համար։ Մենք չենք անում, որ դա արդյունքը տեսնենք, մենք չենք անում, որ Բա սկզբում ինչու էին պատրաստ պայքարում։ Ինչու չէին վճարում։ Թող ի սկզբանե վճարեին։ Ես ասեմ ինչից է։ Պարապ են մնացել, մի քիչ էլ էքստրեմի սիրահար են։ Դուրս են գալի, այդ էքստրեմալ իրավիճակներում չենք վճարում եւ այլն։ Ես այսպես եմ հասկանում, ուրիշ տարբերակ չկա։ Ոչ թե փող չունեն, ոչ թե գործերները վատ է, ոչ թե երկրի վիճակը վատ, այլ էքստրեմալ վիճակները իրաց դուր է գալիս, ինչ որ մի պայծ հագենում է, հոգնում է այդ ամեն ինչից ու կպնում է իր գործերին։ Հագերալը լավ ասացիր։ Որովհետև արդեն ինձ դարձել է արդեն այնքան անհետաքրքիր այս ամեն ինչը։ Ավտոբուսի գիծ են, չէ՞ գծում։ Աշխարհում, եթե ես չեմ սխալվում, նման բան գոյություն չունի։ Երբ որ դու գծել նախ ավտոբուսի գիծը չի լինում աջ կողմնում, հիմնականում, լինում է մեջտեղի հատվածում, կհիշես տրամվայները։ Եվ մեջտեղի հատվածում էլ լինում է կանգառները։ Սա շատ ճիշտ բան է։ Լավ գծել ենք աջ կողմում, ամենաաջ կողմում, որտեղ որ անընդհատ աջ մտնողներ կան, աջ մտնողներ կար տարբեր թաղամասեր։ Մենք աջից մի հատ էլ աջ կարմիր գիծ ենք գծել, որ մեքենաները կայանեն։ Ավտոբուսը գալիս է, մեկը դուրս է գալի, մեկը մտնում է, մեկը չգիտի ոնց մտնի, մեկը գիծը կտրտած է, ուզում հասկանամ, լավ ինչ որ մեկը, որ այդ մտածում ասում, սա պետք է ավտոբուսի եւ ոչ միայն ավտոբուսի, շտապ օգնության ոստիկանության մեքենայի, այսինքն մարդու որ չգիտեմ, շտապ է։ Լավ իրանք ինչ են մտածում, ինչ են այդ գծերը գծում, իմ նման մարդուն էլ տուգանում, իդեպ եթե չեմ սխալվում 5000 դրամ տուգանք է, երբ որ դու խախտում ես, անում մտնում ես այդ գիծ։ Այո։ Լավ 5000 դրամ տուգանվում ենք, բայց ավտոբուսը այդ գծով նորմալ չի աշխատում։ Հերացու վրա բարձրացող։ Ավտոբուսը չի էլ մտնում այդ գիծ, ավտոբուսը միշտ խանգարում է մնացած երթևեկող մեքենաներին։ Հենց այդ եմ ասում, բայց իրենք այդ գիտեն եւ իրենք ասում եմ, իրենք հավաքում են երևի ժողովի պես, այ ոնց էր այն ձայնագրությունները տարածվել, հա, որ այդ դրանց լակոտներին, այդ ոնց ինչ բառամթերքով որ իրենք խոսում են հանրության մասին, կամ եկեք կպնենք իրար հետ, նենց անենք թանգանապրծնի այս ամեն ինչը։ Նախ իրականում եղավ եւ դրանից որևէ քաղաքացի չվիրավորվեց, գումարած դրան էլ ես ասում եմ, դա ինձ թվում է հատուկ է արվում, որովհետեւ ինչքան նյարդային ժողովուրդ, ի վերջո, հա, խցանում է իր հերթին, ինչ որ անբարտավան վարորդը իր հերթին եւ այլն, առանց վարորդական իրավունքներ վարող մարդիկ իրենց հերթին, ինչքան նյարդայնացած է հանրությունը, այնքան ագրեսիվ է, այնքան պառակտված է, այնքան պառակտված հանրության մեջ ամեն ինչ հնարավոր է իրականացնել։ Հիմա տես այդքան գոռում են, ասում են երկրորդ դասարանի դասագրքերում այդ թուրք հեղինակները, որ կան, հա, այսպես ասացի, ինչ ով է արձագանքել։ Որ մի ծնող է գնացել դպրոց ու ասել, ես արգելում եմ իմ երեխային սովորել թուրք հեղինակին։ Երկուս նշանակեք իմ երեխային, թող անցնի այդ դասը։ Այդ էջը թերթելու եմ, որևէ մեկը արել է։ Անուշիկ չեմ։ Իրականում, երբ որ մենք բողոքում ենք ամեն ինչից, չգիտեմ, անօրեն է, չզիջող ենք, ես ոնց ենք փոխվել, ես ինչ վատն ենք դարձել եւ այլն եւ այլն։ Մենք եք հասկանանք, որ մեզնից է, էլի։ Ես ուզում եմ քեզ ապսետ տալ։ Մի տեսակ։ Ես այն գիտեք ինչին էր նման։ Սա նմանը գիտես ինչին եմ, որ տանը մաման ինչ-որ բան է պատրաստում, զգում ես էլի, որ այնտեղ պետք է հավաքվել, որտեղ նախ ձեռի հետ կուտես ինչ-որ բաներ։ Ես որպես մայր։ Այո, դու որպես մայր ես դեպքում։ Եվ իրականում այդ սուրճ խմության արարողությունը, որտեղ ձևավորվում են տարբեր թեմաներ, միշտ մի տեսակ խոհանոցում է, չէ՞, հավես։ Օրինակ մենք ընկերուհիներով երբ շատ կոմֆորտ վիճակներում հավես տներում հավաքվում ենք, չես պատկերացնի, երբ ասում են դե եկեք գնանք հյուրասենյակ, բոլորս ասում ենք չէ, եկեք գնանք խոհանոց եւ բոլորս խելոք խոհանոցում ենք նստում։ Մի տեսակ այդ ավանդույթը փաստորեն ակամայից Դավիթին էլ բերեց այս կողմ։
Ինչու ոչ, կարող ենք այստեղ հավաքված խոսել, բայց իրականում Հետո ասում մաման, երբ որ բանը ավելանում, ասում առեք երեք։ խղճում է, խմորեղենի պոպոկից թույլատանը շուտել։ Շատ հաճախ ձևակերպումները հետևյալն է մեր առավոտյան ծրագրի, ասում են դուք շատ անմիջական եք։ Ես դրանից համուրախանում եմ, համանհանգստանում եմ, որովհետև ինձ համար հեռուստատեսությունը այնուամենայնիվ ոչ միայն սիրուց, հա, այն սերը, որ ես ստացում եմ հեռուստատեսության հանդեպ, չափազանց լուրջ հարգանք ունի, որովհետև ես ժամանակին հեռուստատեսություն հեշտ չեմ մտել։ Ես փորձառություններ եմ անցել, ես մրցույթների միջով եմ անցել, ես մեծ կասկածներ եմ ունեցել, որ ես կարող եմ չանցնել, որովհետև նաև բավարար եւ կրթություն չունեի, այսինքն այդ կրթությունը չունեի, էլի, եւ մտածում էր դե միջազգային հարաբերությունների ավարտածին խիպ վերցնեն հեռուստատեսություն։ Ինչևէ, այսինքն այդ հարգանքը եւ սերը կա եւ ես երբեք իրեն ինտերնետ հարթակ չեմ տանի, չնայած որ մենք շատ թեմաների ենք անդրադառնում։ Բայց ես ուզում եմ եւ ես շատ ուրախ եմ այդ առումով, որ բոլորդ հասկանում եք ըստ երևույթին, որ մենք խոսում ենք ոչ միայն որպես հաղորդավար, այլ քաղաքացի։ Նույն տրանսպորտից օգտվել ենք էլ ու գուցե մեր ընկերներն ու հարազատներն են օգտվում, գուցե չէ հաստատ։ Մենք այդ նույն երթևեկությամբ գալիս ենք աշխատանքի, նույն մթերքներից ենք օգտվում, նույն քաղաքական իրադարձություններն ենք ապրում, այսինքն այսպես գիծ գծել, որ մենք ընդհանրեն եկել ենք այստեղ ձեզ ուրախացնել, լավ երաժշտություն հնչեցնել եւ համեղ խոհանոց տրամադրել, ես կարծում եմ այսա ստացվում է, որ մենք ուղղակի մաշացնում ենք եթերաժամ։ Իսկ այս զրույցներով, խորհուրդներով, գուցե, չնայած ստացվում է, որ մենք ինչ-որ ավելի շատ ենք հասկանում ինչ-որ բաներից, բայց խնդիրը ոչ թե խորհուրդն է, այլ միասին քննարկումը եւ բերել մարդկանց բացի այն վատ մթնոլորտից ուրիշ իրականություն։ Հիմա ես շատ անհանգստանում եմ, որ մենք իրապես այդ գաղափարի շուրջ տրանսպորտի թանկացման ոչ մի կերպ չհավաքվեցինք եւ դա ընդհանրապես տևեց մի քանի օր։ Եվ իրականում թանկացավ, իրականում բոլորը հարմարվեցին այդ մտքի հետ եւ եկեք հասկանանք հետեւյալը, մենք համ պատերազմը մարսեցինք, մենք համ մեծ եռաբլուրը մարսեցինք, մենք մթերքների թանկացումները մարսեցինք։ Հիմա եթե աղբի հետ կապված խոսենք, դա էլ ենք մարսելու։ Հա, մնացածը էլի չէ, այդ պետք էր ամենասկզբում ասել եւ ավարտել։ Բայց իրականում շատ դեռ իրադարձություններ են տեղի ունենալու, հիմա որոշակի էլի բոյկոտներ կան այդ հարկերի հետ կապված եւ այլն։ Ես կասեմ հետեւյալը։ Իհարկե, այդ լինելու է, որովհետեւ իրենք շատ լավ տեսնում են, որ 30-50 հոգի հավաքված անձնական խնդիրները բարձրաձայնող քաղաքացիներով ոչ մի հարց չի լուծվելու։ Եվ իրականում, եթե տարիներ անց դուք ասեք, բայց լավ, ինչի է, այլ հնարավոր չէ այստեղ ապրել, փախնեք, գաղթեք, հայրենիքից դուրս ապրեք, հիշեք հետեւյալը, որովհետև որևէ մեկը իր վրա պատասխանատվություն չվերցրեց միասնական լինելու եւ այդ մի գաղափարը մինչեւ վերջ տանելու։ Անընդհատ կիսատված մտքեր, անընդհատ։ Իսկ իմիջիայլոց, երբ ասում են բայն անգամ ոնց ստացվեց, հա, 18 թվականին, ասեմ իմիջիայլոց ոնց ստացվեց։ Բացի նրանից, որ ձեզ հավես էր չգնալ աշխատանքի անել, ինչպես Դավիթը շատ լավ դիտարկեց, հա, էքստրեմալ իրադարձություններ, մտնել այսպես ռեմբո խաղալ, բայց իրականում դուք արեցիք դա, որովհետև պատասխանատվությունը ձերը չէր։ Այ կար մի մարդ, որ վերցրել էր իր վրա այդ պատասխանատվությունը, եւ դուք անընդհատ գիտեիք, որ դե ես ինչ, հենա այն մարդը, որ անում է, ես էլ իր հետևից կանգնած եմ։ Էդ էլ իրականում այդ թույլ տեսակի մասին է խոսում։ Թողչանի ես էլ չանեմ։ Այո, իրականում դուք մի մարդու պատասխանատվությամբ էիք անում, իր թիկունքում թաքնված։ Եթե դա թողնեին հենց մեկը ձեր ամեն մեկիդ պատասխանատվության դաշտում, ոչ մեկը ոչինչ չէիք անելու։ Եվ այո, նաև այդ էքստրեմալ զգացողությունները, որոնք Գարնանը հատկապես շատ հավես ուղղորդվեց։ Դե հիմա Գարունը կարելի է նոր բան մտածել, այո։ Կարելի է 160,000-ների հետ կապված խոսել։ Հա, 500,000 ինչի՞ չէ։ Դավիթ մի ասա, թե չեք անել։ Ես օրինակ կողմ եմ, որ կարմիր գծերը ընդհանրապես հանվեն եւ օրինակ, չգիտեմ, Մաշտոց պողոտայի վրա բոլոր կայանատեղիները հանվեն, ընդհանրապես այնտեղ ոչ մի մեքենա չկայանի։ Դա Երևան քաղաքի գլխավոր պողոտան է, որը որ 4-ից մինչև երեկոյան 9 ուղղակի կատաստրոֆայի մեջ է։ Հանեք բոլոր կայանատեղիների կենտրոնից հանեք, ստեղծեք նոր կայանատեղիներ, այդ մեջ շենքերը որ կառուցում եք, ընտիր բիզնես եմ ասում։
կայանատեղին դարձեք 1000 դրամ ժամը, ես լուրջ եմ ասում, բայց հարգերով կայանատեղիներ պատրաստեք։ Ամբողջ Եվրոպան, չգիտեմ, էլիտար շենքերի փոխարեն էլիտար կայանատեղիներ է պատրաստում, բավականին թանկ, ինչի Եվրոպան։ Ռուսաստանը, Նյու Յորքում մենք 1 ժամվա համար 35 դոլար էինք վճարում։ Կենտրոնում։ Իրանք ասում են, բասա Նյու Յորքն է, բա կենտրոնն է 35 դոլար։ Բայց դու գիտես, որ իրականում արի ընդունենք, որ գոնե ասկեն արդարացված չէ էլի մեր մոտ այդ թվերը, որովհետեւ իհարկե արդարացված չի, որովհետեւ Նյու Յորքի հավասար գներ ունենք, բայց արդարացված չէ։ Մի քիչ թանկ ենք, բայց դա այնտեղ ինչի համար են դա անում։ Ասում եմ մետրոն քաղաքի բոլոր ծայրերից գալիս է, տրանսպորտը իդեալական աշխատում է, ամեն ինչ ընտիր է, խնդրում ենք, երբ որ գալիս եք քաղաքում զբոսնելու, մեքենաները թողեք, մեկ եք ձեր մեքենաներով։ Ինչն է սխալ ասում։ Դու սովորաբար զբոսնելու համար մենք էլ ենք արդեն որոշում, կամ շատ հեռու ենք կայանում, հետո քայլում ենք, կամ ես այնքան եմ սիրում մետրո։ Չենք էլ վերցնում, այո։ Իրականում դե ասում եմ, սա ընդհանրապես նրանով է պայմանավորված, որքան ես դու սիրում քո տունը, այնքանով դու պատասխանատու կլինես։ Իհարկե շատերը ընդհանրապես ասում են դե լավ ինչ տուն, ինչ հայրենիք, արդեն ես դա լսում եմ շատ հաճախ, անշուշտ սա իրենց չի վերաբերում, որովհետև մենք լրիվ տարբեր լեզուներով ենք խոսում։ Քանի որ մենք քիչ ժամանակ ունենք։ Այո։ Եւ քանի որ այսօր ծննդյան օրն է, չէ, ես չեմ կարդալու այս ձայնով։ Դու կարաս կարդաս, ես ուղղակի հարց եմ ուզում տամ, դու իրոք համաձայն ես, որ մեր հայկական իրականության, մեր հայոց պատմության, մեր երկիրը բնութագրող լավագույններից լավագույն բանաստեղծությունը դա Եսի Մանուշ Հայաստանն է։ Հա, շուտ։ Ես մի անգամ առիթ ունեցա ասելու, չեմ հիշում դու եթերի էիր, թե արդեն հիվանդացել էիր, ես ասացի դա յուրաքանչյուր օտարազգ, եթե ընթերցի, հասկանանք չիմացնի խոսքը, դա Հայաստանի հայի կենսագրությունն է, կարճ ձևակերպած։ Դա ֆանտաստիկ է։ Եվ այն, որ շուտով կլինի առանձին edge, եթե կարելի այդպես ասել, չնայած ինքը edge-ի համար բավական երկար է, կամ գուցե ասենք առանձին հաղորդաշար, որը ես առիթ կունենամ վարելու ու հատկապես խոսելու այն ամեն ինչի մասին, ինչից խոսում ենք, որպեսզի առավոտյան ծրագիրը չկրճատեմ այդ պատճառով, կոչվելու է հենց Եսի Մանուշ Հայաստանի։ Եվ հենց այնպես չի որոշվել։ Մի հարցել ունեմ, քանի որ չգիտեմ, եւ մեր ընկերական շրջապատում եւ իմ ընտանիքում մենք միշտ սա խոսացել ենք, բառն եմ սիրում, թե բառն եմ սիրում։ Ես գիտես որ դրա ոչ մեկ իրականում չգիտի ճիշտը որն է, որտեղ երկու տարբերակներ ճիշտ է մեծացվում։ Ես իմիջիալից տարբեր գրականագետներից տարբեր մեկնաբանություններ եմ լսել, որովհետև ամեն մեկը բառի դեպքում, հա, ինքը բառի դեպքում էլ է հզոր բերքու բառի դեպքում էտել, բայց եթե անձամբ ես ինձ թույլ տամ, հա, կարծիք հայտնել այդ առումով, ես կարծում եմ ելնելով կոնտեքստից բառը։ Հա, որովհետև ինքը խոսում է մշակույթի մասին, չէ, ազգի մասին, նազանքով աղջիկների մասին եւ այլն, այսինքն այստեղ ուրեմն նաեւ Հայաստանի բերքու բարի մասին պիտի խոսեր։ Ըստ իս, չգիտեմ, չնայած որ բառը դեռ գիտենք ինչ է նշանակում։ Չարենցը բայ չպիտի չեմ կարող խոսեմ։ Այո, Եսի Մանուշ Հայաստանին իսկապես դա ֆանտաստիկ ստեղծագործություն է, դրա համար էլ դպրոցներում մենք անգիր սովորում էինք եւ պարտադիր էր դա միշտ անգիր իմանալ, այս տեսակ բաները պետք է մտնեն մեր ծրագիր, ոչ թե մենք հեղինակի խնդիր ունենք, որ թուրքի կամ պարսիկի թեկուզ ուսումնասիրենք, այն էլ տարական դասարանում։ Մենք այնքան հեղինակի խնդիր չունենք։ Մարդիկ թարգմանում են, որ ճանաչեն։ Դու գնացել եք ինչ որ երկրորդ դասարանում, դա պարսիկ եւ թուրք ստեղծագործողներին կարելի է ճանաչել ինստիտուտի տարիներին արդեն, եւ դու գիտես քոնը եւ ուսումնասիրում ես նաեւ օտար հանճարներին, բայց ոչ թե երկրորդ դասարանցուն դու մատուցում ես թուրք ստեղծագործողի, չնայած արդեն ինչ եմ ասում, ով է դրան նայում։ Քանի որ չգիտեմ ժամանակ ունենք թե չէ երկու բառեր ասեմ, քանի որ համացանցից անընդհատ խոսում ենք, մենք ֆանտաստիկ երիտասարդներ ունենք, չեմ ուզում անունները տամ, բոլորին հայտնի են իրանք որպես բլոգերներ, իրենք հետաքրքիր բլոգներ են անում, այ օրինակ Չարենցի Թումանյանը եւ այլն հետ կապված, ու ասենք մեր մեծերի հետ կապված մշակութային այն նորությունների հետ կապված, որոնք որ մեծ հաշվով հասու չեն սովորական դասագրքերում,
օրինակ չգիտեմ մենք այս ինֆորմացիային տեղյակ ենք եղել թե չէ որ Չարենցը դե բնականաբար երկար տարիներ չեն թողել դա պագրվի, հետո Միկոյանն է եկել եւ ասել, որ բան արեք Չարենցին արխիվները բերեք եւ տպագրեք արխիվները Չարենցի գինը Չարենցը երբ որ բերդում է եղել ասել է որ մեր հարևան նկարչուհուն անունը չեմ հիշում Ռիփսիմե Չգիտեմ Ռիփսիմե ոնց որ Ռիփսիմեին ասել պայմանական Ռիփսի անունը վերցնենք չեմ հիշում անունը հստակ ինքը հայտնի նկարչուհի է եղել, գեղանկարիչ է եղել եւ ասել են որ կտանես իրեն կասես որ հատուկ ձևով ինքը թաքցնի իմ գրությունները որովհետեւ չէ թող է տպագրվի ու եթե չեմ սխալվում շատ տպագրություններ արետացել են նաեւ այդ ժամանակ կորել են չեն կարողացել եւ հարևանուհին գեղանկարչուհին ինքը հատուկ մոմապատել է եւ ինքը հատուկ հորել է հետո երբ որ եթե չեմ սխալվում Անաստաս Միկոյանն է եկել եւ ասել Չարենցը պետք է տպագրվի արդեն Չարենցը պետք է տպագրվի երևի վերևների հետ կարծել է խոսան դե Միկոյանն է եղել եւ այդպես Չարենցը տպագրվել է առաջին անգամ եւ այս ամեն ինչի մեջ նաեւ մեծ ցավը ինչն է ժամանակները այնպեսին է եղել դե Չարենցն էլ բնականաբար ըմբոստ տղա է եղել մեղմ ասած ժամանակները այնպեսին են եղել որ պատկերացնում ես ինչքան հրաշալի բանաստեղծություններ եւ ինչքան գրություններ կորել են Դե որովհետև Չարենցը սիստեմին դեմ է եղել, ինչպես Չարենցը նորմալ մարդ է եղել, սիստեմն է Չարենցի դեմ եղել, ոչ թե Չարենցը որովհետև ինքը խոսել է արժեքների մասին, այս նույն բանը այսօր է տեղի ունենում, այլ ձևաչափով։ Ով մի քիչ դեմ է այդ ամեն ինչին եւ արժեքների մասին է խոսում, արժեքների առաջ քաշում, հայրենիքի գաղափար եւ մշակույթի պահպանում, իրենց հանդեպ սկսվում է իմիջիայլոց ֆեյքերով, մեյքերով հիմար անեծքներով ու հայհոյանքներով կերպարներով իմիջիալոց շատ կան մեր մեջ ինչ որ ջահել դեմքեր որոնք որոշել են հեշտ գումար վաստակել փողը վերցնում են սրա նրա մասին ինչ որ բաներ են բայց դե համեմատության կարգով պետք է ասենք որ հիմա ու այն ժամանակները դե խոսքի ազատության առումով դա սարուձոր տարբերություն է որովհետեւ Լավ դա էլ է չակերտավոր ազատություն որովհետեւ նրանք ովքեր ունեն լուրջ լսարան եւ լուրջ ազդեցություն իրենց համար շատ լուրջ խնդիրներ էլ ստեղծվում են Սիրելի հեռուստադիտողներ, անցնենք առաջ, ուզում ենք ինքնանոց հակիրճ, այո, բայց տեսանյութ ունենք, ասեցինք արդեն Մեծն Չարենցի մասին, այս պահին տեսանյութ, որից հետո կդիմավորենք մեր հյուրերին։ Անցնենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, մինչև խոհանոցի տաղավար գնալը ես երկու զավեշտալի նորություն եմ ուզում ընթերցել, որովհետև ասում ինչ ասես, որ չես տեսնի այս աշխարհիս երեսին։ Պարզվում է, որ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի 32-ամյա բնակիչ Ջեյթոն Գիլդերը փետրվարի 26-ին թալանել է ոսկերչական խանութ Նորլանդոյում։ Գիդլերը փաստաթղթերի խանութ է մտել եւ աշխատակիցներին ասել է, որ իր անունը Շոն է եւ նա ցանկանում է բանակցել Օրլանդո Մեջիկ բասկետբոլային թիմի խաղացողի անունից զարդերի գնման շուրջ։ Նրան ուղեկցել են VIP սենյակ, գնումը ներառում էր 2 զույգ ադամանդե ականջողեր եւ ադամանդե մատանի։ Զույգ ականջողերը գնահատվում են 160,000 եւ $609,500, իսկ մատանին $587,000։ Ոստիկանությանը հայտնել են խանութի աշխատակիցները։ Ինչ որ պահի Գիդլերը տեղից վեր է թռել եւ խլել է զարդերը։ Այնուհետև նա փորձել է դուրս գալ VIP սենյակից, հրելով դռները, խանութի աշխատակիցները փորձել են կանգնեցնել Գիդլերին, սակայն չի ստացվել։ Ծեծկրտուկը Հիտլերին։ Ծեծկրտուկի ժամանակ ադամանդե մատանին ընկել է, ոստիկանությունը հայտնել է, որ Գիդլերը կարողացել է իր մոտ պահել ականջողերը եւ փախուստի դիմել։ Կարճ ժամանակ անց նրա մեքենան կանգնեցրել են ոստիկանները եւ բաժանմունք տեղափոխել։ Այդ ճանապարհին տղամարդը կուլ է տվել ականջողերը։ Այնուհետև Գիդլերի տեղափոխել են Վաշինգտոնի շրջանային բանդ, որտեղ շերտագրումը ցույց է տվել նրանց տամոքսում մի քանի օտար առարկաներ։ Ոստիկանությունը իհարկե ենթադրում է, որ այդ իրերը գողացված ականջողերն են։ Դրանց ընդհանուր արժեքը $789,500 է։ Հիմա այդ տղեն ինձ հետաքրքիր է։ Չգիտեմ ինչ եմ մտածել։ Սևամորթ էր, հա, ոնց որ տեսա նկարը չհասցրեցի ֆիքսել։ Ես չեմ տեսել։ Նույն ցույց էին տալիս նոր նկարը, իրենց, այս է, հա, սևամորթ է, ճիշտ է։ Հիմա մեկն է։ Որպես կանոն, այո, իրենք այսպես էքցենտրիկ բաներ անում են, չգիտեմ ինչով է պայմանավորված, վստահ եմ, որ մեծ մասամբ կարծում են, որ կբռնվեն, դե, բայց արի ուտես, որ մարդը ունի գարնանն ընթരാճ հետաքրքիր
ըմբոստանալու ցանկություն։ Բայց այստեղ մի հատ էլ նորություն կա, լավ Այո, սա շատ ավելի զավեշտալի է։ Սա զավեշտալի նորություն է, ես փորձեմ կարդալ, քանի որ կարճ է։ Երեխան զանգահարել է ու ասել է մայրիկս իրեն վատ է պահում։ Դիսպեչերի հարցին թե ինչ է պատահել, տղան պատասխանել է՝ եկեք եւ բռնեք մայրիկիս։ Այնուհետև մայրը հեռախոսը խլել է երեխայի ձեռքից ու ասել, որ նա ընդամենը 4 տարեկան է ու բարկացել է կերած պաղպաղակի պատճառով։ Ոստիկաններն անմիջապես նրան հասցեով են գնացել եւ պարզելու ինչու է երեխան զանգահարել եւ արդյոք անհանգստության լուրջ պատճառ կա եւ ոստիկանները ժամանել են տղան հաստատել է որ մայրը կերել է իր պաղպաղակը եւ պահանջել է որ նրան բան Ոնց կամ տանը այլ պաղպաղակ չկար։ Ոստիկանները երեխայի համար պաղպաղակ են գնել։ Դες հարցի լուծումը տվել են մայրիկը չի։ Ուզվեցի։ Հա։ Հենե ոստիկանը։ Իմիջայլոց բանը սա իրականում զավեշտ է, բայց արյութես, որ երեխաներին այնպես են դասյարակում, որ երեխան կարծում է, որ եթե օրինակ պաղպաղակը կերել է մայրիկը, ինչ պիտի անել, ոչ թե մայրիկի հետ փորձել այդ հարցը լուծել, այլ անմիջապես դիմել ոստիկանությանը։ Այս դե չգիտեմ, ասում եմ, գուցե Միացյալ Նահանգները սովոր են այս երևույթին, կամ Տրամպը իրականում գուցե փոխի այդ իրականությունը, որովհետև կամաց-կամաց սկսել է գործընթացը մարդկային, ասում են, ստանդարտ հարաբերությունների։ Բայց դե ինչ ասեմ, մայրիկներ զգուշ եղեք, քանի որ հատկապես պաղպաղակի սեզոնը բացված է, չուտեք ձեր երեխայի պաղպաղակը։ Կամ եթե կերել եք, հասցրեք շուտ գնել, որովհետև ինչպես տեսնում եք, կարող է անդառնալի հետևանք ունենալ ձեզ համար։ Ոնց որ ասում են, մի բան անելուց առաջ մտածեք։ Պետք է մտածել։ Այո։ Ինչ եք տալիս, ինչ ասացին։ Դե կարող ենք գնալ խոհանոց, հետո անդրադառնալ մեր տեսանյութին գուցե, թե ոչ։ Շնորհակալություն։ Մենք այստեղից ասում ենք կարտոֆիլ էինք տեսնում, վերջում պարզվեց կարտոֆիլ չէ, գեղեցիկ հետաքրքիր գնդիկներ են։ Չգիտեմ կարմիր ինչ է վրան, բայց ինչ որ կարմիր բան եմ տեսնում։ Կարող ենք գնալ փորձել։ Վահենդը ոչ մի բան առանց հետաքրքիր էսթետ մատուցման չի թողնում, անկախ նրանից թե ինչ է, որովհետև ինչպես հասկացանք, բարդ բան չկա այստեղ, այստեղ ընդամենը ոսպ է եւ սոխ։ Չէ, պարզվում է բարդ բան կար։ Ինչ։ Պատյանը հավաքելը բավական դժվար էր, ստանալ պատյանը։ Ինչ կլինի։ Ոչինչ։ Ջիթա յուղի մեջ։ Շատ համեղ կստացվի։ Ուղղակի կեղևակ ապվելու է։ Բայց այսպես եւս փորձեք հետաքրքիրի հատկապես միջուկը, եթե դուք իրեն կիսեք, վրան տոմատի մածկով ուղղակի գեղազարդում եմ արել։ Շնորհակալություն։ Հիմա որ կիսեք միջուկը։ Իսկ գիրացնող չէ հիմա։ Ոչ։ Չէ, հա։ Թեթև համեղ սնունդ է դա։ Կիսեմ, թող հերոստատիտողներն էլ տեսնեն։ Այո, միջուկը ցույց տուր, թե ինչպիսին է։ Այսպես է։ Ոսպով քյուֆթա։ Այո։ Ահա։ Ուրեմն ես ներկայացնեմ, մինչև դուք ճաշակեք, համի մասին կասեք։ Պատյանի համար մեզ անհրաժեշտ է խաշված եւ աղացած ոսպ, իհարկե թրջած բլղուր մանր տարբերակ եւ համեմունքներ։ Շաղախում ենք այնքան, որ կպչուն պատյան ստացվի։ Հատուկ տոպրակի վրա կարելի է ձիթայող ուրեմն քսել, հետո տափակեցնել ամբողջությամբ եւ միջուկը պատրաստել լցնել վրան։ Միջուկի համար մեզ անհրաժեշտ է ընկույզ, համեմ եւ համեմունքներ, որոնք որ տապակվում են ձիթայողով գլուխ սոխի հետ միասին։ Հետո ավելացնում ենք միջուկի մեջ, պատյանը տոպրակի օգնությամբ հավաքում ենք, որպեսզի կարողանանք ձևավորել կլոր գնդեր եւ 3 ձևով կարելի է մատուցել հում, տապակված ձիթայողում կամ օրինակ թխված ջեռոցում։ Ես կարծում եմ, որ այս այն դեպքն է, որ կասեմ, որ ձիթայողում ինձ թվում է տապակվածել շատ լավ համ տեսք կստանա, համ համային բույր, բայց դե լավն է։ Այն ինչի մեջ շատ բաղադրիչներ չկան եւ իրենք չեն գիրացնում եւ իրենք առողջարար են, արդեն լավ է։ Եվ ամեն անգամ Վահեն իհարկե զարմացնում է, որ մեր խոհանոց, այս մեր որ խոհանոցն է։ Սա Արևմտյան Հայաստան, Հայկական Լեռնաշխարհ է կրկին եւ որպես այդպիսին պահկային ուտեստ է համարվում։ Ես այս ընթացքում ահագին պահկային ուտեստներ եմ բացահայտել քո միջոցով։ Չափից ավելի շատ է պահկային։ Իսկ դու պահք ես պահում ուղղակի դժկես։ Իրականում չափից ավելի շատ է պահկային ուտեստները մեր հայկական խոհանոցում, այնպես որ պահք պահողները երբևիցե խնդիր չեն ունենում։ Այսօր ուտեմ տարբերակը։ Իրականում շատ համեղ է սիրել հեռուստադիտողներ եւ ես կարծում եմ, որ մեր Հայաստանում ապրող հայի համար ինքը մոտ է այսքան մեր համային քիմքին եւ մենք առօրյայում շատ ենք օգտագործում տարբեր առումներով այս մթերքները, վստահ եմ այս տարբերակն էլ համ գեղեցիկ է, համ հարմարավետ, համ էլ առողջարար։ Մենք անցնենք առաջ հեռուստադիտողներ, իհարկե արդեն գիտեք, որ մեր լույսին հետ է վերադարձել եւ հետաքրքիր էլի էջի է անդրադարձել, այս պահին քանի դեռ ժամանակ ունենք, մենք հասնենք իհարկե լույսին ինչին է այս անգամ անդրադառնում։
Ինչի՞։ Այո, ինչ որ հրաշալիքի։ Ժամանակակից հրաշալիք, այո, որովհետև ասում եմ ոչ ժամանակակից։ Դավիթ այն կողմում հազար, որովհետև դու քեզ չպետք է թողնենք, որ դու վատառողջ գայիր, բայց ոչինչ։ Մի կերպ դիմանում ենք քեզ։ Ես չեմ հավանը արդեն էլ։ Հա։ Եվ քանի որ այսօր իհարկե անընդհատ խոսում ենք հետաքրքիր մեր պատանիների, տաղանդաշատ, դաստիարակված, կրթությանը մոտ գնահատող մարդկանց, իհարկե մեր Լուսին հենց այդ պատանիներին է պատկանում, որոնք հետաքրքրված են կրթությամբ, երևի թե մեծացել են նաև այն մթնոլորտում, որտեղ կարևորել են կրթությունը, դաստիարակությունը եւ իհարկե այս տարիքում, շատ փոքր պատանի տարիքում Լուսին իհարկե առաջարկում է հետաքրքիր գաղափարներ, բացահայտելով աշխարհը, ինչու՞ չէ մեր պատանի հեռուստադիտողների համար։ Այս բանին հետևենք Լուսիի տեսանյութին, իհարկե, որից հետո առաջարկում ենք հետևել Կենտրոն հեռուստաընկերության այլ ծրագրերի։ Ձեզ լավ օր ենք մաղթում, մենք նորից վաղը կլինենք այստեղ նույն ժամին։ Տեսություն։ Հաջողություն։ Տեսություն։